Անատոլիայում երաշտ է, Թուրքիան ջրային ռեսուրսներ է որոնում տարածաշրջանային երբեմնի հեգեմոնի կարգավիճակից չզրկվելու համար։ Այս թանկարժեք ռեսուրսը տարիներ շարունակ Անկարան որպես փափուկ եւ կոշտ ուժի գործիք է օգտագործել։ Ճնշումներ Սիրիայի նկատմամբ, կոնֆլիկտներ Հունաստանի հետ Էգեյան ծովի համար։ Անկարան ցամաքային հայրենիքից զատ ունի ծովային իր հայրենիքը՝ Մավի Վաթանը։ Նախագահ Էրդողանը չի թաքցնում այն կարևոր ճշմարտությունը, որ 21-րդ դարում, հատկապես Մերձավոր Արևելքում, ջուրը ունի բոլոր հնարավորությունները դառնալու ավելի մեծ գործոն ու ավելի թանկ, քան նավթը։ Հայաստանն անմասն չի մնացել Թուրքիայի ջրային ծրագրից։ Արաքս գետի ավազանում 9 ամբարտակ է շահագործվում Թուրքիայի կողմից, ևս 14-ը նախագծված են։ Եթե ծրագրերն ավարտվեն, Անկարան կկարողանա վերահսկել Արաքսի ավազանի ջրային հոսքերի ավելի քան 80%-ը։ Սա իր աղետաբեր ազդեցությունն է ունենալու Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության վրա։ Արարատյան դաշտավայրը եւ Արմավիրի մարզը, երկու մարզերը հիմնական մրգերի բանջարեղենների սնուցողն են Հայաստանում։ Դրաբար նրանց ոռոգումները, այդ դաշտերի ոռոգումները էական են պարենի անվտանգության եւ ուրեմն պտուղ բանջարեղենի ապահովման տեսանկյունից։ Ամբարտակների շինարարությունը Թուրքիան չի համաձայնեցրել Արաքսի ավազանի ոչ մի երկրի հետ, այդ թվում Իրանի, ինչը երկրին կանգնեցրել է լուրջ ջրային ճգնաժամի առաջ։ Խնդրի մասին դեռ 2022-ին իրանցի պաշտոնյան էր ահազանգում Հայաստան այցի ժամանակ։ Մենք մեր խոր անհանգստությունն ենք արտահայտում այդ մասին։ Մենք համարում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, նաև Արաքս գետի ջրերի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված աշխատեն։ Միակողմանի եւ անհատական մոտեցումը կարող է վտանգներ պարունակել գետի համար։ Մինչ Թուրքիան ջրային հեգեմոնիան վերականգնելու համար անում է այն, ինչ ցանկանում է, Հայաստանը 2 տարուց ավելի մեկ ամբարտակի համար է փորձում համաձայնության հասնել Անկարայի հետ։ Արաքսավան համայնքին մոտ գտնվող հատվածում է կառուցվելու ամբարտակը, քանի որ ավազի ապօրինի արտահանման պատճառով գետը փոխել է հունը։ Արաքս եւ Ախուրյան գետերի ջրերը Հայաստանը եւ Թուրքիան օգտագործում են համատեղ, դեռ 1927-ից գործող Խորհրդային Միություն-Թուրքիա համաձայնագրերի հիման վրա, ըստ որի որևէ փոփոխություն նախաձեռնելու համար Հայաստանը պարտավոր է զուտ տեղյակ պահել, այլ ոչ տարիներ շարունակ բանակցել։ Օրինակ գրեհիկ մեթոդաբանություն եմ համարում, դա Թուրքիայի կողմից, դա զոռբայության ձև է, դա նաեւ արհամարհական ձև է, որ ինքը չի ցանկացել, չի բարեհաճել բանակցել։ 92-ին նոր անկախ Հայաստան հռչակել, երրորդ հանրապետություն։ Իրավ հաջորդ չի։ Հետևաբար այդ պայմանագրերին ինքը չի կարող ճնշել Թուրքիային։ Հայաստանի համար վտանգն անխուսափելի է։ Արաքսի ջրերի 80%-ի վերահսկողությունը Թուրքիայի կողմից ճնշման գործիքի կարող է վերածվել, եւ քանի դեռ չի ավարտվել բոլոր ամբարտակների եւ հիդրոէլեկտրակայանների կառուցումը, փորձագետը հորդորում է թարմացնել խորհրդային պայմանագրերը։ Թուրքիան հատկապես սահմանային գետերի ջրային ռեսուրսների պարագայում անում է այնպիսի քայլեր, որոնք այդ գետերը, որոնք համատեղ կիրառվում են սահմանային երկրներից, ջրի թողունակության, ջրի օգտագործման հարցում Թուրքիային տան ավելի այսպես շահեկան պայմանների։ 21-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքը կարող է ջրային ռեսուրսների սղությամբ ամենախոցելի տարածաշրջաններից մեկը դառնալ։ Այդ պայմաններում սահմանային գետերի նկատմամբ վերահսկողությունը երկրների համար դառնում է ոչ պակաս ռազմավարական, քան էներգակիրներինը։ Իսկ Արաքսի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ այդ պայքարը հեռու չէ նաև Հայաստանի սահմաններից։ Սեդա Քյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։